Ես հիշում եմ 20 թվականի աշնանը այդ տեսարանն իմ լուսամուտից, երբ սիրուն աշուն էր շատ, այդ այգին էլի դեղնում էր, էլի կարմրում էր, չգիտեմ, այդ օդում այդ պայծառ այդ մաքրությունը կար թափանցիկ ու ես հանկարծ ինքս ինձ ասացի, այսինքն այսպես ամեն ինչ սիրուն շարունակվելու է, բայց մենք երբեք ուրախ չենք լինելու։ Ես այդ զգացողություն ունեցա, ու այդ զգացողությունը այլևս չի թողել, հակառակը։ Մենք գիտենք, որ դրանից հետո հարվածի հետևից եկել է մեր ծանրացել մեր ուսերին, բայց դա էլ եմ ասում, սա ես ընդունում եմ այն իրականությունը, որտեղ մենք հայտնվել ենք, իսկ այդ ժխտման, մոռացման, ինչպես ասացիք, եւ այդ մոռացման պարտադրանքը մեզ վրա դրվում է նաեւ դրսից, այդ քարոզչական մեխանիզմներով ասում են մոռացիր, չէ, նույնիսկ այնքան պրիմիտիվ տեքստերով են ասում, մենք պիտի շարունակենք ապրել, իհարկե պիտի շարունակենք ապրել, որովհետև կյանքը տրվել է, որ ապրես, այստեղ ոչ թե ապրելու, այլ ինչպես ապրելու մասին է խոսքը եւ ինչու ապրելու մասին է խոսքը, ինչի համար։ Հիմա ապրել այնպես, որ մեզ ասենք թե ոչինչ չի եղել, դա կներեք, այդ արդեն մարդու մասին չի խոսքը։ Դե մարդը ամբողջությամբ կազմված է իր այդ փոքրիկ հիշողություններից, մեծ հիշողություններից, իր ապրումներից եւ եթե այդ աշխարհը դու իրենից վերցնում ես, ապա ինքը ինչ է շարունակում ապրել, ասենք հերթական կենսաբանական էակ։ Եվ այո, այդ ժխտման հենց իմ պատկերացմամբ դա է բացատրում, որ մարդիկ ուղղակի փախչում են այդ գիտակցումից։